Ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո մի մեծ բաժին կրթության մասով սոցիալական կրեդիտները վերադարձնելու հնարավորություն կա, ընդհանրապես սա ինչ կփոխի կրթության համակարգում, խոսելու ենք տաղավարում, այստեղ է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալը։ Տիկին Սվաջյան, գիտեմ, որ մեծ խումբ է բաժին ընկնում սոցիալական կրեդիտները ստանալու հատկապես կրթության մասով, ինչ խումբ երաշխավորված ծրագրերի մասին է խոսքը եւ արդյոք այսպես նկատել եք որոշակի ակտիվություն դիմելու երաշխավորություն ստանալու։ Սոցիալական կրեդիտների վերադարձը կրթության բաղադրիչով վերաբերում է թե ֆորմալ կրթությանը, թե ոչ ֆորմալ կրթությանը։ Եվ մենք պետեկամուտների կոմիտեի հետ աշխատանքներ իրականացնելով փոխանցել ենք բոլոր այն ուսումնական հաստատությունների ցանկը, հիմա խոսում եմ մասնավոր եւ հանրակրթական, պետական ուսումնական հաստատությունների մասին, որոնք ֆորմալ կրթություն են իրականացնում, այդ թվում նաեւ մանկապարտեզներ, դպրոցներ, քոլեջներ, բուհեր, որտեղ սովորողները կամ նրանց ծնողները կարող են մինչեւ 100,000 դրամի չափով գումարի հետ վերադարձի հնարավորություն ունենալ։ Սոցիալական կրեդիտներից օգտվելու հնարավորություն այս տարվանից կարգի փոփոխությամբ հաստատվեց նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրերում եւ սա մասնավորապես վերաբերում է արտադրոցական կրթական ծրագրերին։ Մենք գիտենք, որ բազմաթիվ երեխաներ, օրինակ մենք ունենք այս պահին տվյալներ, շուրջ 55,000 երեխաներ արվեստի ուղղությամբ են ստանում արտադրոցական կրթություն եւ շուրջ 45,000 երեխաներ սպորտի ուղղությամբ են ստանում արտադրոցական կրթություն։ Այս բոլոր արտադրոցական հաստատություններում կրթություն ստացող երեխաների համար վճարված անկանխիկ եղանակով վճարված ուսման վարձերը եւս վերադարձի փոխհատուցման ենթակա են եւ նաեւ փոխհատուցման ենթակա են մեծահասակների համար տարաբնույթ ոչ ֆորմալ կրթական ծրագրերը, սակայն պարտադիր պահանջ է, որ դրանք պիտի երաշխավորված լինեն լիազոր մարմնի կողմից։ Մենք 2025-ի հունվարի դրությամբ շուրջ 116 ծրագրեր ունեինք երաշխավորված, որոնք անկախ այս սոցիալական կրեդիտներից դիմել էին եւ երաշխավորվել են, որտեղ երաշխավորման պահանջը մշտապես արկա է եղել, պարզապես հիմա քանի որ նաեւ սոցիալական կրեդիտի վերադարձի հնարավորություն է, այո, եւ իրենց շահառուները այդ հարցը բնականաբար բարձրացնում են, արդեն բավական ակտիվացել է վերջի շրջանում 20-ից ավելի ծրագրեր ոչ ֆորմալ կրթական ծրագրերի ներկայացվել են նախարարություն եւ ներկայումս այդ ծրագրերը փորձաքննության փուլում են, որից հետո կերաշխավորվեն, եթե ամեն ինչ նորմալ լինի։ Մենք մեծ ծավալ բնականաբար, քանի որ ծավալը մեծանում է, մենք մեծածավալ աշխատանքներ ենք զուգահեռ իրականացնում նաեւ թե իրավական կարգերի վերանայման եւ ավելի պարզեցման ընթացակարգերի եւ թե փորձագետների շտեմարանների ընդլայնման, որովհետեւ ինչպես նշեցի, պահանջարկը բավական մեծացել է երաշխավորման գործընթացի եւ հետեւաբար մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի սահմանված ժամկետներում բոլոր գործընթացները ի վիճակի լինեն կազմակերպել եւ իրականացնել։ Այդ փորձաքննությունը, որ նշում եք, ինքը բարդ գործընթաց է եւ երաշխավորությունը ստանալը արդյոք այսպես կրթական ծրագիր կազմելը պահանջները արդյոք շատ բարձր են, հետաքրքիր է։ Բնականաբար պահանջները բարձր չեն, որովհետև եթե որևէ ուղղությամբ, որևէ ոլորտում կրթական ծրագիր են իրականացնում, իրենք պարտադիր ունեն այդ կրթական ծրագիրը։ Պարզապես դա պիտի համապատասխան ձևաչափում տեղավորել, որ տարիքի, որ խմբի, ինչ մեծության խմբի կամ անհատական կրթական ձևով իրականացնելու համար է, ինչ տևողության, ինչ բովանդակությամբ, քանի ժամն են դրանցից տեսական, քանի ժամը գործնական դասեր ենթադրում եւ այլն, այսինքն հիմնական կրթական ծրագրերին ներկայացվող պահանջներն են եւ բնականաբար զուգահեռ նաեւ մի շարք այլ փաստաթղթեր, օրինակ եթե իրավաբանական անձ է համապատասխան փաստաթղթերը, եթե ֆիզիկական անձ է համապատասխան փաստաթղթերը եւ այդ փաթեթը ամբողջությամբ նախարարություն ներկայացնելու դեպքում մենք արագ կազմակերպում ենք փորձագետներ ունենք, ովքեր փորձաքննում են ծրագիրը եւ դրա հիման վրա տալիս են դրական կամ բացասական եզրակացություն եւ եզրակացության հիման վրա նախարարի հրամանով արդեն երաշխավորվում է։ Իսկ եթե եզրակացությունը բացասական է լինում, անպայման եզրակացության մեջ նշված է լինում, թե որոնք են խնդրահարույց կետերը, համապատասխան գրությամբ մենք արդեն դիմողին հայտատուին ենք ներկայացնում եւ իրենք կարող են արագ լրամշակել ծրագիրը եւ կրկին անգամ դիմել փորձաքննության եւ սրա հետ կապված ուզում եմ ասել, որ մենք նախարարության կայքեջում նաեւ առանձնացրել ենք առանձին մի բաժին, որտեղ սոցիալական կրեդիտների վերադարձին ենթակա ողջ տեղեկատվությունը, ինչպես ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնող, այնպես էլ ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների մասին ցանկը ամբողջովին տեղադրված է կայքեջում եւ մարդիկ կարող են մտնել, տեսնել արդյոք
Ցանկացած ծնող կարող է, այո, ցանկացած կարող են նախ ստուգել եւ դրանից հետո որոշում կայացնել դիմել այդ կազմակերպությանը թե մեկ այլ կազմակերպության եւ բացի այդ, քանի որ հիմա սոցիալական կրեդիտների վերադարձը գործում է նաեւ 2024 թվականի համար, իրենք կարող են նաեւ ճշտել, թե օրինակ իրենց ծառայություն մատուցած կազմակերպությունը արդյոք այդ ցանկում այս պահին ներառված է կամ պատրաստվում է արդյոք այսպես կամ պատրաստվում է թե ոչ եւ մի կարեւոր հանգամանքել եմ ուզում շեշտադրել կարգում նշված է մենք ենք առաջարկել որ այս կետը լինի քանի որ 24 թվականին էր վերաբերում իսկ 24 թվականին կազմակերպությունները եւ շահառուները չեն իմացել որ դա կարող է վերադարձի ենթակա լինել հիմա մենք կարգում մի կետ է սահմանված որի համաձայն նույնիսկ եթե ծառայությունը ստացել են անցյալ տարի եւ երաշխավորված չի եղել, եթե հայտարարագիրը լրացնելու պահին արդեն իսկ ծրագիրը երաշխավորված է, ապա կարող է ծրագրի դիմաց փոխհատուցումը իրականացվել։ Եվ մի կտոր էլ կա փոխհատուցման, որը վերաբերում է դպրոցական դասագրքերին, կարգով սահմանված է, որ յուրաքանչյուր երեխայի համար 3000 դրամի չափով փոխհատուցում է տրվում։ Մենք երեխաների տվյալները եւ ծնողների տվյալները ամբողջովին իդենտիֆիկացրած փոխանցել ենք պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի իրենք արդեն ծնողը միայն պիտի նշում կատարի, որ ունի դպրոցահասակ երեխա եւ դասագրքի սոցիալական կրեդիտից օգտվելու հայտ է ներկայացնում, արդեն համապատասխան ցանկերով պետեկամուտների կոմիտեն վերլուծությունը կանի եւ համապատասխան վերադարձը տեղի կունենա։ Մյուս բոլոր դեպքերում անկանխիկ գործարքը պարտադիր էր, այս դեպքում ինչպես է կարգավորվում։ Դասագրքերի պարագայում, քանի որ ոչ բոլոր դեպքերում է անկանխիկ իրականացում, իրականում մեծ կտորը անկանխիկ է անում դպրոցն է, այնուհետև անկանխիկ մուտքագրում դասագրքերի շրջանառու հիմնադրամի համապատասխան հաշվեհամարին, բայց ծնողները շատ հաճախ անկանխիկ են վճարում եւ հետեւաբար այս պահանջը սահմանված չի անկախ ամեն ինչից մենք նույնիսկ ունենք սոցիալական որոշ խմբերի համար պատվերով տրվող այո դասագրքերը բայց այս ցանկերում դրանք չենք էլ առանձնացրել որովհետեւ գումարը առանձնապես մեծ գումար չի եւ փոխհատուցումը կգործի Տիկին Սվաջյան նշեցիք ոչ ֆորմալ կրթության ձևը ու հնարավորությունը այսպես բլոկը դրան տակ այսպես ասած ինչերն են մտնում օրինակ մատնահարդարման վարսահարդարման ծառայությունները նույնպես հնարավոր է երաշխավորությունը ստանալ ու իրականացնել գործունեությունը եւ հետո արդեն նաեւ այդ սոցիալական կրեդիտները շահառուները կարողանան ստանալ Ոչ ֆորմալ կրթության շրջանակը անսահման է ես կարծում եմ այն ընդգրկում է բոլոր ոլորտները սկսած կիրառական ոլորտներից, ինչպիսիք օրինակ նույն վարսահարդարումը, մատնահարդարումն է, վերջացրած լեզուների ուսուցմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ տարբեր դասընթացներով եւ այս բոլոր ուղղություններով դասընթացները, եթե երաշխավորվեն, ապա իրենք սոցիալական կրեդիտի համապատասխան հետ վերադարձի ենթակա են։ Ես կարծում եմ, ուզում եմ ընդգծել, որ այս քայլով կառավարությունը նաեւ նպատակ ունի խթանել մեծահասակների կրթությունը խթանել ոչ ֆորմալ կրթական ծրագրերը, որովհետև այսօր գիտությունը եւ կրթությունը բոլոր ոլորտներում, այդ թվում նաեւ կիրառական ոլորտում այնքան արագ է զարգանում, որ նույնիսկ եթե մարդիկ ֆորմալ կրթություն ստացել են եւ որևէ մասնագիտությամբ աշխատում են, բնականաբար շարունակաբար մասնագիտական զարգացման կարիքը առկա է եւ շատ կարեւոր է որ քաղաքացիները բնականաբար վերապատրաստումներ, մասնագիտական զարգացման տարբեր ուղղություններով դասընթացներին մասնակցություն եւ շատ կարեւոր է որպեսզի քաղաքացիները կարողանան օգտվել այս հնարավորությունից եւ կարողանան իրենց մասնագիտական զարգացմամբ զբաղվել Եվ մի ուրիշ կարևոր հանգամանքել եմ ուզում ընդգծել, որ կազմակերպաիրավական ձևը այստեղ բացարձակապես կապ չունի, ոչ ֆորմալ կրթական ծրագրեր կարող են անել ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ իրավաբանական անձինք եւ երաշխավորման գործընթացը նույնն է, այնպես որ որևէ խոչընդոտ կարծում եմ որևէ քաղաքացու կամ կազմակերպության համար չի ծագի, եթե ինքը որոշել է կամ մինչ այդ էլ իրականացնում էր ոչ ֆորմալ կրթական ծրագիր եւ ներկայումս կարող է շարունակել առավել կանոնակարգված իրականացնել Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար